Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 18-ի համար։ Օրը երեքշաբթի աշխատանքային օր է եւ տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Նաեւ մեկ հարց եմ կարդացել մեկնաբանություններում, որ ասացին քարտերը շատ է հեռում։ YouTube-ը ունի հնարավորություն, որ կարող եք մեծացնել, նաեւ մյուս քարտերի վրա գրված են։ Միգուցե դուք այդ գրվածքից ձեր կյանքն եք վերլուծում, ձեր կյանքի համար եք նայում։ Չգիտեմ ինչու եք ուզում քարտերը մոտ լինի, որ նայեք, որովհետև դե ոչինչ չեք հասկանում։ Չգիտեմ, դա ինչու է, բայց եթե ուզում եք մոտեցնեք, ընդհանրապես պետք է էկրանը լայնացնեք եւ մոտեցնեք, նայեք։ Ուրիշ այստեղ ոչ մի բան չկա։ Եթե ձեզ հետաքրքիր է այնտեղ ճիշտ է տեղադրված եւ այլն, գուցե դուք ինքներդ եք ուզում կարդալ։ Դե պետք է իրադարձությունից հասկանաք, թե ձեր կյանքում նման որ պահն է այդ իրադարձությունը կատարվում, թե ոչ։ Որովհետև իմ վերած օրինակները կարող ձեր կյանքին չեմ, բայց մոտավորապես այն ոլորտը, որի մասին ես խոսում եմ, ձեր կյանքում լինում է օրվա ընթացքում։ Դա միանշանակ կա։ Ուղղակի պետք է այդ օրինակները չբերել, չվելուծել, որ հենց դա ձերն է։ Ուղղակի այդ օրինակներից պետք է հասկանաք այդ ոլորտը եւ այդ ոլորտը տեսնենք ձեզ մոտ ինչ է կատարվում։ Որովհետև շատ մարդիկ կան, որ իհարկե ամեն մարդ իր կյանքն ունի եւ չես կարող այդքան օրինակներ բերես, բայց օրինակները կարող են լինել միլիոնավոր։ Եթե ուզում եք, այդպես ընդհանրապես էկրանը ոնց որ sense մեծացնում եք, sense կպնում եք իրան, լայնացնում եք եւ նայում։ Եթե կարիքը կա, որովհետև չեմ կարող, պետք է միկրոֆոնը արդեն կկպնի բերանից։ Չեմ կարող քարտերը մտցնել ձեր աչքը։ Նորմալ չի դա։ Դեռ հիմա օրինակ մի քիչ ավելի ցածր է։ Առաջ ավելի բարձր էի անում ոնց որ։ Ահա, որովհետև այս նորն է, չգիտեմ ինչպես է պահելու դրա համար վախեցած եմ, ինչպես կա, թող այդպես մնա, չգիտեմ, կարող է ընթացքում ընկնի, իրանից ոչ ոք բան չի հասկանում։ Ահա, այսքանը։ Ահա, եւ տեսնենք ինչ է սպասվում։ Նայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 18-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը օծեր կան ձեր շրջապատում, մարդկանց այդ օծ հայացքները կարող եք նկատել ձեր նկատմամբ, նաև ինչ որ վերաբերմունք նաև կարող եք նկատել ձեր նկատմամբ, այդպես չարական։ Եվ ոմանք կարող են օրվա ընթացքում իրենց սիրված գալ, ոմանք սիրահարվեն, ոմանք իրենց հարազատների շրջապատում լինեն, իրենց լավ զգան, ինչ որ մի բան կարող է ձեզ ուրախացնում է, դրա համար օծերը հավաքված են ձեր շրջապատում, հա, ոնց որ իրենք օծություն են անում, որ դուք այդքան ուրախ եք, ինչ որ մի բան են ձեզ ուրախացրել։ Ընդհանրապես սա է ձեզ մոտ, ուրիշ ոչինչ չկա։ Դա եւս էլի լավ է, ոչինչ։ Կարևոր այնպես մի արեք, որ աչքով տան։ Դրա համար իմացեք ում ինչ եք ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուլերին մարտի 18-ին։ Հարգելի ցուլեր, ոմանք սիրո խոստովանություն կստանան, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, ոմանց ամուսինը կարող վերադառնալ, ընտանիքի անդամներից որևիցե մեկը վերադառնա, որ ձեզ օրինակ սիրված զգաք, լավ զգաք կամ կարող է ընտանիքում շատ կարևոր օր է, շատ կարևոր միջոցառում է եւ այլն, որ ընտանիքին է վերաբերվում, դա համար ուրախ եք։ Այստեղ նոր դռներ է բացվում ձեզ համար, նոր կարող է ինչ-որ հանդիպեք ոչ մասնագետի հետ եւ նա ձեզ ինչ-որ մի բան ասի, որը որ ձեզ համար նոր դռներ կբացի։ Նաեւ այստեղ հնարավոր է, որ ոչ դուռ է բացվում, օրինակ կամ մասնագետ է ձեր առջև դուռը բացում կամ այդ մասնագետի հետ խոսելու համար է դուռը բացվում, որ կարողանաք ի վերջո իրեն տեսնել, որովհետեւ կարող է շատ այնպեսի մեկն է, որ անհասանելի է չեք կարողանում իր հետ կապ հաստատեք, այդպես կարող է լինել։ Նաև ոչ դռներ կարող եք փակել, ինչ-որ մարդիկ կարող են դռներ փակել։ Օրինակ կարող է այստեղ եթե ձեզ ամուսնության առաջարկ են անում, կարող է սիրային այդ փուլը, ոնց որ դռները փակեք, անցնեք արդեն այդ ամուսնական պարտականություններին կամ այդ պատրաստվելուն եւ առանցին հանդիպեք ոչ մասնագետի հետ։ Եվ ինչ որ մի բան կարող է ուշանալ ձեզ մոտ։ Ինչ որ մի բան կարող է մոտապես 2 ամիս ուշանալ։ Ժամի հետ կապված ուշադիր եղեք, որովհետեւ ժամը կարող է չեք հասցնում ճիշտ ժամին եւ տխրում եք։ Բավականին ուշադիր եղեք այդ օրը։ Եթե ինչ որ մի տեղ եք գնացել տրանսպորտից ուշանալ, ինքնաթիռից եւ այլն, որովհետեւ մի մոռացեք Մերկուրին է հետադարձ եւ հենց դրանցում կարող եք եւ ուշացումներ ունենալ։ Դա համար ուշադիր եղեք։ Եվ որտեվ կտխրեք, հետո արդեն քիչ դժվարություններ կունենաք եւ երեկոյան ժամին ասա։ Եվ երեկոյան արդեն ուշ ժամը ինչ որ բան է ձեզ տանջելու, կարող եք տատանվել, կամ ինչ որ մի հարցի շուրջ այդպես տատանվեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 18-ին։
Հարգելի եկորյակներ, ցավոք ձեզ մոտ եմ բաբը եկան եկել, ինքը շատ հազվադեպ է անգնում, երբ որ իրոք չար կին կա։ Այդ դեպքում նոր ինքը ընկնում է։ Չար կին է, ով որ երգեհեսանի է։ Այդ օրը առավոտյանում կհանդիպեք, չար է եւ երգեհեսանիություն կանի ձեր հանդեպ։ Այնպես որ ուշադիր եղեք։ Նաև ոչ նամակ կստանաք տեղեկատվություն, փաստաթուղթ, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, աշխատանքի վերաբերյալ հանկարծակի լուր կարող եք լսել, կամ աշխատանքի վայրից, կամ վերաբերյալ, կամ հաճախորդներից եւ այլն։ Եվ կտրուկ ոչ քայլ կանեք, լավ երկար մտածեք քայլ անելուց առաջ, որովհետեւ այստեղ մարդը երբ որ կտրուկ է միշտ անում, ինչ-որ մշտապես սխալվում է, որովհետև անմտածված է անում։ Դե այս քարտը ամենայն դեպս դա է նշանակում, որ մարդը անմտածված քայլ է անում։ Կամ կտրուկ ոչինչ որ մի բան տեղի կունենա, անսպասելի, որ դուք չեք սպասում։ Ոչ թե միտեղ կգնաք երկար կմնաք, կարող է ինչ-որ բան է դանդաղում, կամ այդ ձեր քայլից ինչ-որ մի բան կարող եք անել, որը կարող է դանդաղել։ Մարդիկ շատ ժամանակ մտածում են գորգրանք այնտեղ, որ ավելի լավ լինի, բայց չէ, այդ կտրուկ քայլից ինչ-որ մի սխալ մի բան է լինում եւ կանգ է առնում ոչ թե մի բան։ Դե համար ուշադիր եղեք, թե ինչ եք անելու այդ օրը։ Իսկ երեկոյան արդեն ոչ թե լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեզ բավականին շատ կուրախացնի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 18-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոչ թե բաներ կմղեք առաջ, շատ չէ, բայց ինչ-որ հարցեր կմղեք առաջ, կանեք։ Ուշադիր եղեք այդ օրը, եթե ինչ-որ փաստաթղթեր եք ստորագրելու, լավ կարդացեք, ուշադիր, նոր հետո ստորագրեք այդպես, ամեն մանրուքը։ Նաև ուշադիր եղեք, դա խաբեություն է, մարդիկ կփորձեն ձեզ մոլորեցնել։ Եվ ոչ թե գաղտնիք կարող է բացահայտվել, ինչ-որ մի բան կարող է փուչիկի նման պայթել այդպես։ Կամ դա փուչիկը հենց ոնց որ նշանակում այդ գործը փուչիկա։ Այն ինչ որ ձեզ ասել են դա փուչիկա, դա իրանց ոչինչ չի ներկայացնում եւ կարող են ձեզ ուղղակի խաբել։ Նաև ոչ թե մի բան է ձգձգվում, ուշանում, դա կարող է լինել մոտ 2 ամիս այդ ուշացումը։ Եվ երկար սպասված ոչ թե նամակ, տեղեկատվություն կարող եք ստանալ, հնարավոր է փաստաթուղթ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։
Ինչ է սպասվում առուսներին մարտի 18-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հաջողություն ունեք եւ այդ հաջողությունից հետո երկեսանի մարդիկ են հավաքվում ձեր շուրջ եւ այստեղ նաեւ ուշադրություն դարձրեք, որպեսզի այդ ինչ որ երկեսանի մարդիկ ձեզ չխոստանան հաջողություն ինչ որ մի հարցում, որը որ գոյություն չի ունենա կամ կասեն ես քո համար կանեմ եւ չկան, ուշադիր եղեք, մի վստահեք այդպես 100%-անոց Ոչ մի բան կարող է կանգնել կամ դա էլ հենց կարող է լինել եկեսանի շնորհիվ, որին կանգնի։ Իրենք կարող են ինչ-որ մի բան չանեն, չուզենան անեն եւ այլն եւ ինչ-որ մի բան կանգնի։ Բայց այստեղ ուրախություն կա ձեզ մոտ, ոչ մի բան ձեզ կուրախացնի։ Միգուցե այն, որ կանգնում է այդ հաջողությամբ տեղից շարժվում է, կարող է այդ եկեսանիները այնպես են անում, որ կանգնի, բայց ինչ որ հրաշքով կարող է ինչ-որ մի բան առաջ է գնում ձեզ մոտ։ Եվ դրա համար ուրախ եք։ Ոմանց այստեղ սիրո խոստովանություն կանեն, ոմանց կասեն, որ որքան գեղեցիկ եք օրինակ այսօր, ինչ-որ մի բան կարող է լինել, որ ձեզ կուրախացնի, ձեր սիրելիի հետ կապված, ձեր սիրելի մարդկանց հետ կապված, ինչ-որ մի լուսավոր բան կամ ձեզ հետ, կամ ձեր սիրո հետ, կամ ձեր սիրելիների, այդպես, ձեր երկրորդ կեսին է։ Գալիս է ասում է, այնպեսի մի տեղ եմ ընդունվել աշխատանքի, որտեղ որ շատ էի ուզում, որ ընդունվեր եւ ուրախանում եք բոլորով, ձեզ համար դա լուսավոր կետ է։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 18-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը երկերեսանի մարդիկ կան, արդեն որորդ նշանն ընկնում է, բայց դուրն այդ օրը շատ են երկերեսանիները, շատ իր եղեք, նաև նամակ կարող է ստանաք իրենից, հնարավոր է կամ ինչ-որ թուղթ եք ստանում, ինչ-որ մի կարևոր մի բան եք ստանում
Եվ ինքը միանգամից նախանձում է ձեզ, որ դուք ստացաք, կամ խոստանում է, ոչ որ փաստաթուղթ կտա ձեզ, փաստաթուղթ կստանաք, հեսա կհասնի տեղ, սրան նամակ կգրի, որ հետո ձեզ կասի, ինչ որ մի բաներ են, որ կարող է ասի եւ չանի։ Երբ պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, այդ որ պետք է զբաղվեք, ուսման կենտրոն, հիվանդանոց, այստեղ կա հիվանդանոց, հնարավոր է նաև գնում եք այդ գործերով զբաղվելու համար կամ երեխա է ծնվել, օրինակ գնում եք ծնդականը հանելու, դա էլ չի բացառվում։ Ամենայն դեպս օրվա վերջ կգնաք հիվանդանոց կամ ուղղակի ուշադրություն դարձեք ձեր առողջությանը, կարող գնում եք ոչ նման կենտրոն, ինչ որ բժշկական կենտրոն, բայց ոչ հիվանդանոց։ Եվ ոմանք իրենց սիրված կզգան, ոմանք կարող են սիրախոստովանություն ստանալ, անել ինչ-որ մեկին սիրախոստովանություն, նաև դա կարող է լինել սիրելի վերադարձ, սիրելի մարդկանց հանդիպեք, ում որ շատ եք սիրում, որ ձեր հարազատն է կամ տղան է գալիս բանակից կամ եւ այլն, սիրելին է տուն գալիս, սիրախոստովանություն, այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 18-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ խոչընդոտներ ունեք եւ այդ խոչընդոտների համար կարող եք դիմել ինչ-որ մեկին, նամակ գրել ինչ-որ մեկին կամ փաստաթուղթ վերցնելուց է խոչընդոտներ, փաստաթուղթ ուղարկելուց է խոչընդոտներ, փաստաթուղթ գրելուց եւ այլն, ինչ-որ մի կարեւոր մի բան է, որ էլի խոչընդոտ են ստեղծում, կամ ուղղակի ինչ-որ մեկին կդիմեք, ոնց որ այդ խոչընդոտներից ելք գտնելու համար կամ ինչ-որ մեկին գրեք, ինչ անեք, հարցնեք, որովհետեւ այստեղ մտքերի մեջ եք լինելու, հարցերի մեջ եք լինելու, չեք իմանալու ինչ անեք, ինչպես անեք։ Եվ ինչ-որ մեկին դրա համար կարող եք դիմել խորհուրդ, որպես որ իմանաք հետո ինչ անեք։ Երեկոյան հիվանդանոցում ինչ-որ մեկը կարող է հիվանդանոցում լինել կամ իմանաք, որ ինչ-որ մեկը հիվանդանոց է գնացել, այստեղ կամ նման կենտրոն կարող եք գնալ, օրինակ մասաժի տեղ, որտեղ որ ավելի երեկոյան ժամին կարող եք գնալ, հետո գնալ քնելու։ Ուղղակի նաև սա ուշադրություն դարձրեք, եթե մեքենա եք վարում եւ այլն, երեկոյան ժամին, արդեն գիշերը։ Ոմանք երկար սպասված նամակ կստանան, տեղեկատվություն, փաստաթուղթ։ Միգուցե նաև դա է, որտեղ կարող է դա առավոտյան եք ստանում, որը խոչընդոտներ է կամ երեկոյան եք ստանում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 18-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը տան հետ կապված վեց իրադարձություններ ունենք, ոմանք հարսանիքի են պատրաստվում, ոմանք կարմիր խնձորի են պատրաստվում, ինչ-որ կամ ամուսնության հետ կապված ոչ ինչ-որ արարողություն է, հետոն, ինչ-որ մկավ մարդիկ են գալիս, նաև կամ վերանորոգում եք անում, որ հարսանիք անեք, ինչ-որ տեղափոխություններ եք անում, կամ ընտանիք եք կազմում, վերակառուցվում է ընտանիքի անդամներն են վերադառնում տուն եւ այլն, այն ինչ-որ մի բան է, որ տան հետ է կապված։ Սա նաև առիթ է, որը կարող եք գնալ ուղղակի, կամ դուք տանը առիթ ստեղծեք, մարդիկ կան։ Հանկարծակի լուր կարող եք լսել, նաև դա կարող է լինել ընտանիքի անդամների մասին կամ հարսանիքի մասին, գալիս է ձեր տղան ասում է ուզում եմ ամուսնանալ, պատրաստվեք, հա այդպես, ամեն ինչ հնարավոր է։ Եվ էմոցիոնալ կլինեք դրանից, բավականին շատ։ Ոմանց հենց կարող են առաջարկել իր հետ ապրել։ Հատկապես այն մարդկանց, ովքեր որ արդեն իսկ ամուսնացած են եղել կամ ինչ-որ մի պահ է, որ ինչ-որ հարսանիքի կարիք չկա եւ այլն, ուղղակի կարող առաջարկ լինել, որ իր հետ ապրեք։ Կամ սա կարող է լինել նախկինը, որ վերադառնում է էլի եւ առաջարկում է միասին։ Մի քիչ նախկինների հետ այս պահին ուշադիր եղեք, որովհետեւ հետադարձ է Վեներան։ Հետո կարող եք փոշմանել արդեն ապրիլի 13-ից հետո։ Այսքանը, կարող եք էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան կամ այստեղ տան հետ կապված վեցի հանկարծակի լուր կարող եք լսել եւ էմոցիոնալ լինել։ Հատկապես այն մարդիկ, ովքեր որ վարձով են ապրում։ Կամ սա կարող է ավելի լավ բան է։ Գուցե տուն են նվիրում։ Այսքանը ձեզ համար։ Գնում եք առանձին ապրեք ամուսիններով։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 18-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Հնարավոր է նաև մտածում եք գնաք հանգստանալու, թե ոչ, կարող է հիվանդեք, կարող գնաք բժշկի, կարող գնաք սանեք, կարող վիրատեք եւ այլն, այն ինչ որ կամ հանգստի հետ է դա կապված, որ ի վերջո ժամանակն է հանգստանալու, կամ հիվանդության հետ է կապված։ Ոչ մի դեպքում էլ մարդը չպետք է առողջության հետ կապված ինչ որ հարցեր հետաձգի հետո։ Որ ասում է մեկ տաբատ քիչ կրեք, գնացեք եւ ձեր առողջությամբ զբաղվեք։ Ոչ ոչինչ։ Թե հիմա այսքան են ուզում, այնքան են ուզում, ոչ բոլոր բժշկական կենտրոններն են, որ այդքան թանկ են ուզում կամ եւ այլն։ Եթե կարիքը կա, ուրեմն պարտադիր է դա, բա որ հետո արդեն ավելի է բարթանում։ Հիմա պետք չի մտածել, պետք է ուղղակի անել, հատկապես առողջության հետ կապված։ Գնացեք բժշկի եւ այլն, հնարավոր է նաեւ հիմա գնաք բժշկի ձգձգվի, փաստաթղթը ստանալը, ամեն ինչ հնարավոր է, հետո նորից էլի պետք է գնաք, շատ հավանական է, բայց այստեղ նաեւ մասնագետ եք դիմում, կա մասնագետ, ում որ կարող եք դիմել։ Մտածում եք կարող է այդ մասնագետի մոտ գնաք, թե մեկ այլ մասնագետի մոտ գնաք։ Եվ հեռախոսազանգ
Ոմանք կարող են զանգարել մասնագետին, պայմանավորվել ինչ-որ մի բանի համար, կարող է մասնագետն է ձեզ զանգարում, օրինակ իրավաբան է ձեր գործով է զբաղվում, զանգարում է ձեզ, կամ ինչ-որ մի բան է, որը որ կարիք կա, որ խոսեք։ Հնարավոր նաև մասնագետի հետ չեք խոսում, ուղղակի ինչ-որ մեկի հետ երեկոյան խոսում եք, բայց մասնագետի հետ հաստատ, հա, խոսեք առանձին հեռախոսով էլ մեկ ուրիշի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 18-ին։ Հարգելի այս եղջյուրներ, այստեղ տան հետ կապված ինչ-որ բաներ են, որոնք որ փակ են։ Հնարավոր է նաև դրա հետ կապված չի, բայց առանձին ես ասեմ, ոմանց մոտ կարող է իրար հետ է նաև կապված։ Ոմանց մոտ տանը իրադարձություն է, կամ ձեր, կամ պետք է գնա, կամ տանը ինչ-որ վերանորոգում եք ուզում սկսեք, ինչ-որ մի բան եք ուզում սկսեք, կամ վարձով եք ապրում, կամ եւ այլն, ինչ-որ մի բան է, որը որ ձեզ տխրեցնում է, ինչ-որ մի բան է, որից որ հիասթափված եք, որից որ ստրեսի մեջ եք, որովհետեւ ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի լինում, որովհետեւ շատ եք տատանվում, եթե չտատանվեք, ինչ-որ մի բան կարող եք արդեն անել եւ այդ հարցին լուծում տալ։ Բայց քանի որ դուք շատ եք տատանվում, դեռ ոնց որ փակ է մնում։ Դրա համար ինչ-որ մի բան եթե կլինի, մի տատանվեք։ Կամ այստեղ ինչ-որ արարողություն ունեք, բայց չգիտեք ում դիմեք, ինչ-որ մարդկանց եք դիմում, ասում են չէ, չենք կարող, ոնց որ չէ կան, շատ վաղուց կան, որ ինչ-որ մարդկանց դիմում ես, խորոված են անում եւ այլն։ Եվ ոնց որ մարդիկ զբաղված են եւ տատանվում եք։ Ուղղակի տատանվում եք անելու փոխարեն, փնտրելու փոխարեն, այդպես։ Դրա հա այդ պահը կարող է նաեւ լինել։ Նման բաներ, նույնն էլ տունը։ Այստեղ կգտնեք, տարբերակ կգտնեք, որովհետև ուրախ եք։ Ինչ որ մի բան կլինի, որը կարողանաք տատանվելու փոխարեն գտնել եւ ուրախ եք։ Ինչ որ հարցին լուծում կտակ։ Այն ինչը որ փակ էր, ձեզ տան հետ է կապված, միգուցե ինչ որ մի բան էր, որը փակ էր, նեղված եք, կարող է ձեր զույգի հետ եք նեղված, հաշտվում եք, տատանվելու փոխարեն քայլ արեք էլի, եւ կհաշտվեք։ Հանկարծակի լուր կարող եք լսել երեկոյան ժամին եւ նաեւ կարող եք հետո շփվել ոչ մասնագետի հետ։ Խոսել, պայմանավորվել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 18-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը հույսով եք, ոնց որ հույսով եք, որ չեք ուշանա, հույսով եք, որ կհասցնեք, հույսով եք, որ ճիշտ ժամանակին կլինեք այնտեղ, հույսով եք, որ ինքը ճիշտ ժամանակին կլինի, հույսով եք, որ կհասցնեք այդ տրանսպորտին եւ այլն։ Հետադարձ է Մերկուրին։ Հույսով պետք չի լինել, որովհետեւ նա ձեզ կարող է ինչ-որ մի բան անել, որ ուշանաք։ Դրա համար մի փոքր շուտեք տանից դուրս գալիս, որպեսզի չուշանաք։ Այ հենց որ հույսով եք, դա հենց դա է, որ ինչ որ մի բան է կատարվում ճանապարհին եւ դուք կարող եք ուշ հասնել տեղ։ Այնտեղ խցանումներ են, մեքենա է բախվել, ինչ որ մի բան է, ինչ որ մարդիկ ձերքին պլակատներ չեն թողնում, որ անցնեք եւ այլն, լիքը բաներ կան, որ կարող եք չկարողանալ ճիշտ ժամանակին տեղ հասնել։ Մերկուրին է դա անում, խնդիրներ է ստեղծում։ Դրա համար փորձեք ճիշտ ժամանակին դուրս գալ, մի քիչ շուտ դուրս գալ, որպեսզի հասցնեք։ Եվ կամ կարթնանաք, դա եւս ժամը էլի նորից իր հետ է կապված։ Եվ օրվա ընթացքում կհանդիպեք ոչ մասնագետի կամ կխոսեք ոչ մասնագետի հետ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 18-ին։ Հարգելի ձկներ, հետաքրքիր օր է, լավ օր է։ Ոչ է լուսավոր բան տեղի կունենա ձեզ հետ, ոչ է որ ձեզ բավականին շատ կուրախացնի, տրամադրությունը կբարձրացնի, էմոցիոնալ կլինեք, դա կարող է կապված լինել ոչ է մասնագետի հետ, մասնագետը ինչ-որ բանը կամ մասնագիտականի հետ կարող է կապված լինել, կամ այդ մասնագետը ինչ-որ մի բան ձեզ ասի, դա ձեզ համար է, այդպես լուսավոր կետ լինի։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի ինչ-որ մի բան բաց չթողնեք, որովհետև հնարավոր է ինչ-որ հնարավորություն բաց թողնեք օրվա ընթացքում ձեր ձեռքից։ Կարող եք պարկել, հանգստանալ եւ բաց թողնել ձեր ձեռքից։ Նաեւ օրվա ընթացքում ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, ոմանք էլ կարող են պարկել ուղղակի հանգստանալ։ Ոչ մի բան է երկարում, ոչ մի բան է ուշանում ձեզ մոտ, դա կարող է լինել մոտավորապես 2.5-ից 3 ամիս եւ կարող նամակ ստանաք, որը որ կարող է հենց դա է խոսում, որը ինչ-որ մի բան ուշանում է։ Նաև կարող է տան հետ է կապված։ Այստեղ ոնց որ կարող է, ասում են, հա, կարող եք դեռ 3 ամիս էլ մնալ նույն տան մեջ։ Այդպես։ Ինչ-որ մի բան ձգձգվում է։ Կամ եթե դուք եք վարձով տվել ինչ-որ մարդկանց, կարող է էլի, ոնց որ ասում են, որ դեռ էլի պետք է 3 ամիս մնան։ Նման ոչ մի բաներ են։ Նաև ոչ փաստաթուղթ կարող եք ստանալ տան հետ կապված։ Դա կարող է լինել օրինակ սեփականության իրավունք, այնտեղ վճարները, հողի հարկ, չգիտեմ, այնտեղ աղբի հարկ եւ այլն, որը որ վերաբերվում է տանը անմիջապես։ Եվ սպասում եք։ Այստեղ կամ նամակ կարող է ինչ-որ մեկը գրել եւ ասել, որ գալիս է։ Եվ սպասում եք, որ գա։
Եվ երեկոյան շատ լավ լուր կարող լսել կամ չէ, դա առավոտյան չի լինում, երեկոյան։ Երեկոյան շատ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ինչ որ մեկի ծննդաբերության մասին, հղիության, գուցե այդ ինչ որ մեկը, որ ուզում է գալ ձեր տուն կամ ինչ որ մի բան կարող է լինել, դրա մասին կարող է իմանաք, ոչ է մի լավ լուր։ Համենայն դեպս երեկոյան գիշերը շատ լավ լուր կլսեք։ Բարի լուր։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։